Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին։ Խորհրդարանում լրագրողների հարցին արդյոք մեկնելու է Ռուսաստան, Փաշինյանը դրական պատասխան է տվել։ Ավելի վաղ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Factor TV-ին ասել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։ Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է, պատրաստ կլինի 10 ամսից։ Խորհրդարանում լրագրողներին ասել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Հարցին արդյոք քննարկվել է մայր օրենքից անկախության հռչակագրին հղումը հեռացնելու հարցը, Գալյանը կարճ արձագանքել է. «Մենք տարբերակներ ենք քննարկում, բայց տեքստը դեռևս մշակման փուլում է»։ Նախարարը միաժամանակ դժվարանում է նշել, թե երբ նոր սահմանադրությունը հանրաքվեի կդրվի։ Նշենք, որ Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, նախաբանից հանելով անկախության հռչակագրին հղումը, որտեղ Հայաստանի եւ Արցախի միավորման մասին հիշատակում կա։ Հայաստանի եւ Կիպրոսի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Վասիլի Սպալմասը համագործակցության հարցեր են քննարկել։ Պաշտոնյաներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է սահմանել գլխավոր շտաբի, բանակի եւ կորպուսի սերժանտների պաշտոններ եւ նրանց համար նախատեսել բազային աշխատավարձի բարձրացում։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում ասել է, որ սերժանտների աշխատավարձերը կտարբերվեն կախված այն հանգամանքից, նրանք ծառայում են շտաբներում, թե դիրքերում։ Նվազագույն աշխատավարձը 220,000 դրամ է։ Եթե նրանք սերտիֆիկացման ժամանակ ստանան լավ գնահատականը, ապա նվազագույն աշխատավարձը կբարձրանա մինչև 490,000 դրամ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի իշխող վրացական երազանք կուսակցության նոր նախագահ է ընտրվել։ Կոբախիձեի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել կուսակցության համագումարում։ Իրակլի Ղարիբաշվիլին, որը 1.5 տարի գլխավորում էր վրացական երազանքը, ապրիլի 25-ին հայտարարեց քաղաքական կարիերան ավարտելու մասին, միաժամանակ ընդգծելով, որ ընդդիմության շարքերը համալրելու մտադրություն չունի։ Ուկրաինական անօդաչուները երրորդ օրն անընդմեջ խափանում են Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը, մինչ Ռուսաստանը պատրաստվում է ընդունել օտարերկրյա ավելի քան 1 տասնյակ ղեկավարների, որոնք պետք է մասնակցեն մայիսի 9-ին կայանալիք հաղթանակի օրվա շքերթին։ Միայն Aeroflot-ն այսօր չեղարկել է դեպի Մոսկվա եւ Մոսկվայից մեկնող ավելի քան 100 չվերթ, 140-ը հետաձգվել է։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե Կիևը պատասխանատվություն չի ստանձնում Ռուսաստան այցելող բարձրաստիճան հյուրերի անվտանգության համար։ Պակիստանը հայտարարել է 31 զոհի եւ շուրջ 5 տասնյակ վիրավորների մասին Հնդկաստանի կողմից հրթիռակոծության հետևանքով։ Իսլամաբադն այն պատերազմական հարձակում է որակել։ Հնդկաստանն իր հերթին հայտնել է Պակիստանի պատասխան կրակից Քաշմիրում առնվազն 10 զոհի մասին, եւս 48-ը վիրավոր է։ Սա վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում ամենամահաբեր բախումն է երկու միջուկային պետությունների միջև։